Սպորտը իմ համար կյանք է։ Հաղթանակի զգացողությունը բացատրելը դժվար է մի քիչ, բայց մինչև այդ պատրաստվելը նորից դժվար կարողացանք հաղթահարել, որովհետև ցավեր ունեինք, իսկ այդ ցավերը հաղթահարելու ընթացքը մի քիչ դժվար էր, բայց կարողացանք հաղթահարել։ Եվրոպայի առաջնություններ երիտասարդների մինչև 20-23 տարեկանների մի քիչ ծանոթ չէի հաղարագործներին, որովհետև քաշային կարգս նոր էի փոխել, բայց արդեն ծանոթ եմ, ուսմունքների համար ավելի լավ կպատրաստվենք։ Մեծ պատիվ է, բոլոր հայ մարզիկներն էլ զգում են, երբ Հայաստանի հիմնը հնչում է նրանց պատվին, դա արդեն փշաքաղվելու է, որ արդեն աննկարագրելի զգացողություն է։ Այդ բանն էլ ոչ էլ հիշում ես, թե ինչերի միջով ես անցել, արդեն դու հաղթահարել ես այդ ամեն ինչը ու կանգնել ես պատվո հաշտակին ամենաբարձր։ Սկզբից իրոք ընդհանրապես տեղյակ չէի ծանրամարտից, բայց քանի որ քույրս զբաղվում էր այս սպորտով, իրան տեսներով այդ հաջողություններով ես էլ ուրախանայի ու որոշեցի, որ ես էլ պիտի կամ ծանրամարտի ու հենց սկզբից էլ ստացվավ մոդս։ Արդեն 8 տարի զբաղվում եմ սպորտով, 12 տարեկանից։ Ու դեռ շատ պիտի շարունակվի տարածված։ Միշտ բոլոր պրոֆեսիոնալ սպորտսմենների կյանքը դժվար է, դեպի մրցում, բայց բոլորն էլ պետք է գիտակցեն, որ այդ ճանապարհը միշտ էլ հնարավոր է լինի, վնասվածքներ լինի, ձախողումներ, բայց դրան շնորհիվ պետք է ավելի շատ կառուցվի հավատքը, որ կարողանա հաղթահարել այդ ամեն ինչը։ Ես մենակ պարաբունկից տուն հաց հանգստանալ, որ հաջորդ պարաբունկին պատրաստվում։ Իսկ հիմա չեմ մարզվում, որովհետև բուժումների եմ գնում, որ կարողանամ դեպի օլիմպիական խաղեր առողջ եւ մեդալներով գնալ մասնակցել։ Ինչպես է փուլը անցնում, հաղթահարելը ինչպես է։ Դե կամաց գնում ենք այդ ուղղությամբ։ Մարզիչը ամենակարևոր դերը կխաղա իմ կյանքում, ու ավելի մենակ մարզիչ չէինք իմ համար, ծնողել է, որովհետև միշտ ինքն է իմ կողքին ու մենք միշտ հաղթահարում ենք ամեն ինչ միասին։ Ամենամեծ խորհուրդը ո՞րն է։ Հավատամ համ իրան, համ ինձ։ Դե հավատքով արդեն ամեն ինչ կկառուցվի։